կանանց հասարակական ակտիվություն և սոցիալական փոփոխություններ։ Իմ ամբողջ պատմությունը հենվում է այս երկու կարևոր հիմնաքարերի վրա և ուզում եմ սկսել հենց սոցիալական փոփոխություններից և ընդհանրապես փոփոխություններից։ Եթե մենք շատ գիտականորեն փորձենք գոնե առնվազն արհեստական բանականության մակարդակով փնտրենք, թե ինչ է նշանակում իրենից սոցիալական փոփոխությունը, մենք մի քանի շատ կարևոր կետերի կհանգենք, որոնցից մեկն օրինակ էվոլյուցիոն տեսակի փոփոխությունն է, ավելի բարձր օրգանիզմներից դեպի ավելի բարդ օրգանիզմներ։ Մյուսը կոնֆլիկտի տեսությունն է, ինչ-որ վաղում է տեղի ունենում հասարակական տարբեր շերտերի մեջ ու սկսվում է ծնվում այդ փոփոխությունը։ Եվ շատ տարբեր մոտեցումներով հանդերձ ես ուզում եմ մենք կանգ առնենք հենց փոփոխությունների վրա, որովհետև ես կանանց դիտարկում եմ փոփոխության գործակալներ որպես ագենտներ։ Իրենք շատ լավ կատալիզատորներ են, որովհետև մենք հասկանանք, թե երբ է պետք այդ փոփոխությունը, որքանով է պետք այդ փոփոխությունը և ինչպիսի տեսքով այն պիտի տեղի ունենա։ Այս տեսանկյունից եթե մենք նայում ենք հարցին, ուզում եմ պատկերացնենք մեզ որպես ֆիզիկական մարմին, սոցիալական դաշտում, մենք ունենք մեր անձնական սահմանները, գործնական սահմանները, մեր սահմանները հատվում են մյուսների հետ, և կանանց դեպքում մենք ունենք նաև բավականին հետաքրքիր ոչ թե ուրվագծված սահմաններ, այլ պարիսպներ, պատեր։ Կանանք դրանք մի տեսակ ավելի զգայուն են դրանց նկատմամբ և ավելի շատ են հանդիպում այդ պատերը, տղամարդիկ են հանդիպում մեծ հաշվով, բայց կանանց դեպքում այդ պատերը շատ ավելի փաթաթված են ուշադրելով, շատ ավելի ամուր են, հաստ են, բարձր են, բոյով են, չգիտեմ, տարբեր ֆիզիկական հատկանիշներ ունեն։ Եվ երբ որ մենք ուզում ենք ինքնազարգացման ճանապարհին դուրս գալ այն նախնական գծված մեր սոցիալական սահմաններից, մենք հասկանում ենք, որ երբեմն այդ պատերը խանգարում են, որպեսզի մեր սահմաններն ընդլայնվեն։ Շատ պարզ լուծում կա, ենթադրում եմ, որ եթե ներկա տղամարդկանց մեծամասնությունը հարց տանք, իրենք կպատասխանեն կարելի է կոտրել այդ պատը, կարելի է տեղաշարժել այդ պատը, քանդել այդ պատը, ֆիզիկական ուժեղացնել։ Մենք իհարկե հասկանում ենք, որ դա ավելի ծախսատար է, դրա համար մենք գնում ենք այլ փոփոխությունների տարբերակով։ Այս ամբողջից ելնելով գնանք հասնենք քիմիային։ Քիմիայի դասատուն մի բան էր ասում են, եթե դուք ուզում եք քիմիան լավ հասկանալ, ես քիմիայի մասնագետ չեմ։ Եթե ասում ես ուզում եք քիմիան լավ հասկանալ, շատ պարզ միակ բան կա։ Եկեք հասկանանք քիմիական հավասարման իմաստը։ Քիմիական հավասարումն ունի ելակետային նյութեր։ Հատկապես տլանք են դնում ու գնում են արդեն վերջնարդյունքի նյութերն ստանում։ Ինչ է տեղի ունենում։ Ասում եմ ամենակարևոր բանը քիմիայում այն է, որպեսզի դուք հասկանաք ինչքան թվով ու ինչպիսի ատոմներ, որ մասնակցում են քիմիական հավասարման սկզբում, արդյունքում մենք պիտի ստանանք նույն ատոմները և նույն թվով։ Հիմա կասեք, բայց ինչ է իմաստը այս ամբողջ պատմության։ Կառուցվածքն է իմաստը։ Ատոմների վերադասավորումն է իմաստը։ Երբ որ մենք նայում ենք սոցիալական փոփոխություններին այս տեսանկյունից, մենք հասկանում ենք։ Ավելի ճիշտ ես հասկանում եմ հետևյալը։ Տղամարդիկ ֆիզիկայի օրենքներով են առաջնորդվում այդ սոցիալական փոփոխությունները բերելու, կանանք քիմիայի օրենքներով են առաջնորդվում։ Եվ մի կարևոր բան կա։ Երբեք ոչ մի ռեսուրս չի ոչնչանում։ Երբեք։ Դա գնում է տրանսֆորմացիայի ամենաբարդ ճանապարհով և դառնում է այլ նյութ։ Հիմա հետաքրքիր նայել է, թե ինչպես է տեղի ունենում այդ սոցիալական փոփոխությունները։ Նորից գնանք քիմիական հավասարման։ Ռեակցիան ոնց է տեղի ունենում։ Ինչ է պետք ռեակցիայի համար։ Նպաստավոր միջավայր, ժամանակ, բախում, կայծ, էներգիա։ Եվ հենց հարմար պահը։ Քիմիական ռեակցիան տեղի ունենում կոնկրետ իրավիճակում, երբ որ հասուն է իրավիճակի ռեակցիայի համար, և կա անհրաժեշտ բավարար քանակության էներգիա, որպեսզի այդ ռեակցիան տեղի ունենա, որպեսզի այդ փոփոխությունները տեղի ունենան։ Ինչ է տեղի ունենում հասարակության մեջ, երբ որ ուզում ենք գնալ տրանսֆորմացիաների ճանապարհով, նույն բանն է տեղի ունենում։ Երբեմն մենք նկատում ենք, որ կան արարքներ, որոնք չեն բերում փոփոխություններ, կան մարդիկ, որոնք չեն բերում փոփոխություններ, կան երևույթներ, որոնք երկարաժամկետ փոփոխություն չեն բերում, եղան անցան գնացին, այստեղ էլ է նույն պատմությունը։ Բայց կան բաներ, որոնք բերում են փոփոխություններ, որովհետև դրանց համար նպաստավոր են միջավայրը, ժամանակը, կար բավարար էներգիա և բավարար պայմաններ, որպեսզի այդ փոփոխությունը տեղի ունենար։ Եվ երբ որ ես սկսեցի ուսումնասիրել, թե ինչ էր
ինչը բերում կանանց ակտիվությունը սոցիալական փոփոխությունների համատեքստում, մի հետաքրքիր այսպիսի դիրքորոշման հանդիպեցի, որ կանայք հիմնականում փոփոխությունները բերում են սոցիալական մակարդակում։ Այսինքն այն բոլոր ակտիվությունները, որ մենք տեսնում ենք կանանց ակտիվությունները սոցիալական, հասարակական մակարդակում։ Բայց այստեղ մի հատ կարևոր բան կար, որ մենք բաց թողեցինք, օրինակ տնտեսական մակարդակը, ինչ բերեց, օրինակ շատ չափորեն այս թեմայով, ինչ բերեց կանանց մուտքը աշխատաշուկա։ Օրինակ, դա փոխեց համաշխարհային տնտեսության դեմքը, սկսած արտադրական փուլից մինչև շահույթի գեներացում։ Ամեն ինչ, բոլոր հնարավորությունները փոխեց։ Բայց ոչ մեկ այդ մասին չի խոսում։ Երբ ասում են կինը ակտիվ է, ասում են ակտիվիստ է, մեր լեզվով ասած հայավարի պարապ է, ամբողջ օրը զբաղված է ինչ-որ բաներով։ Արաբության հետ այսպես շատ համատեքստում գտնվող ինչ-որ բաներ ներկայացնում կնոջ հասարակական ակտիվությունը։ Որովհետև իմ ասած տարբերակով ոնց որ նշեցի, իր արած գործունեությունը առաջին հայացքից շատ տեսանելի չէ, բայց շատ կառուցողական է։ Կանանց շատ գործունեության տեսակներ չեն որակվում որպես գործունեության տեսակներ, դրանք վերագրվում են կանանց որպես պարտադիր նաստրոյկաներ։ Մեր կարգավորիչներն են դրանք։ Ոչ մեկը չի նայում, որ մենք կարող ենք դա չանել, բոլորը նայում են, որ դա մենք պիտի արած լինենք, ու դա նորմալ է, որ դա մենք անում ենք, բայց դա այդպես չի։ Ես որպես կին, որպես մայր, միշտ մտածում եմ, որ ամենակարևորը, երբ որ դու հասկանում ես, թե դու ինչ ես ուզում այս կյանքում, դու գիտես ինչ ես ուզում այս կյանքում։ Երկար ժամանակ ես մտածում եմ այս տեսանկյունից։ Ես գիտեմ ինչ եմ ուզում, ինչպես եմ ուզում, որտեղ, ինչ միջավայր եմ ուզում։ Բայց ինձ թվում է հասունությունը գալիս այն ժամանակ, երբ որ դու սկսում ես հասկանալ, որ ոչ թե դու առաջնորդվում ես նրանով, թե ինչ ես ուզում, այլ նրանով, թե դու ինչ չես ուզում։ Ես չեմ ուզում։ Եվ երբ որ դու կարողանում ես քեզ ինքդ ասել եւ խոստովանել, որ սա այն սահմանն է, որը դու գծել ես քո համար եւ քո եւ հասարակության մեջ, դու հասկանում ես, որ դու սկսում ես ապրել քո ինքնազարգացման լավագույն փուլը, որովհետեւ դու հստակ գիտես, որ դու ինչ չես ուզում այս կյանքում։ Իրականում շատ չեմ ուզում այսպես մանրանալ բնագիտական առարկաների մեջ ու հասարակական փոփոխությունների մեջ, բայց ես վստահ եմ, որ կինը արդեն դուրս է եկել պարզապես փոփոխությունների ձգտողի դերից եւ վաղուց դարձել է նոր իրականության ճարտարապետ։ Կամ ճարտարապետ։ Ես նույնն եմ։ Նույն քիմիական ռեակցիայից առաջ է, հետո է նույն ալոններով, նույն քանակությամբ։ Մի քիչ տրանսֆորմացիայի ենթարկված, բայց նույնն եմ։ Եվ այս փոփոխությունների մեջ ամենակարևորը հավատարիմ մնալ ինքդ քեզ եւ քո սկզբունքներին։ Շնորհակալություն։